Ընտիմության իրավիճակը ինչպես կգնահատեք։ Փաշինյանը միշտ երակլուխ ընտիմություն գսե, Ծառուկյան, Քոչարյան եւ Ղարաբեդյան, սակայն հստակ է, որ ընտիմության մեջ ալ ինչ որ խնդիրներ կան։ Կանգնում ասում են մեր փրկությունը Սամվել Կարապետյանն է։ Իսկ ինչա այդ ընտրությունը Թուրքիան, Ադրբեջան չեն տեսնում։ Եթե տեսնեն, որ փողով էս մարդիկ վաճառվում են, ինտելեկտուալ մարդիկ, ճանապարհ անցած մարդիկ, Լևոն Տեր-Պետրոսյան, որ նախագահ է եղել, Ռաֆի Հովհաննիսյան, որ Ռիչարդ Հովհաննիսյանի տղան է, Ամերիկայի թողել եկել է Հայաստան։ Թողել է եկել Հայաստան, որ ասես ճիշտ Մոսկվան, հա։ Ինչպես կմեկնաբանեք Իրան, Միացյալ Նահանգներ այս թիմագայությունը եւ ի վերջո ով հաղթեց։ Հաղթանակը ռազմական էր, թե քաղաքական հոգեբանական։ Ինչ հարց է լուծվել, որ ավարտվեց։ Իրանը մեկը կուզենա Իսրայելը վերացված տեսնել, որտեղ միշտ գիտի, որ վտանգ կա։ Իսրայելը կուզենա Իրանը վերացված տեսնել, որտեղ միշտ գիտի վտանգ կա։ Դոնալդ Թրամփն ասում է բոլոր նավերը վերացրել եմ, բոլոր նավերը վերացրել Հորմուզի նեղուցով ապա։ Ու դու ստիպված ես դու ինքդ փակես։ Մի խնդիր էր ուզում լուծել Դոնալդ Թրամփը, որը տեղ համընկավ իր շահերը Իսրայելի հետ, բայց այդտեղ սխալվեց Դոնալդ Թրամփը։ Մեր հասարակությունը պատրաստ չի, որ այս կողմից ու այն կողմից ժպտալով փողով մտնելու են ու քո ապրանքը առնեն։ Երբ որ ես ասում եմ, որ իմացեք, սահմանը բացվի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, մենք դրան պատրաստ չենք։ Ասեցիք մի անգամ։ Այո, որովհետև պետք է իմունիտետ ունենաս։ Տրամփին չհաջողվեց 56,000 գրելանդացու, գրելանդական էսկիմոսներին ամեն մեկին $1 միլիոն տալով առնի։ Մարդիկ ասին ոչ, հայրենիքը չի վաճառվում։ Մերոնց կարող է 4 միլիոն դրամով էլ առնել։ Բարև ձեզ Արևելքի արտագով, ես Սակո Արյանն եմ, կշարունակենք անգեղծ զրույցներու մեր շարքը, այսօր հյուրս քաղաքագետ Էդվարդ Անտինյանն է։ Բարի եկած, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Բادرազմական օրեր ապրեցավ դարաձաշրջանը, ճիշտ է Հայաստանը հետևեցավ այս զարգացումներուն, բայց Փառք Աստծո մենք զերծ մնացինք, որևէ հարձակում է, որևէ հրթիռ է, որևէ ԱԹՍ-ի է։ Գիտեք, ինչպես կմեկնաբանեք Իրան, Միացյալ Նահանգներ այս թիմագայությունը եւ ի վերջո ով հաղթեց։ Հաղթանակը ռազմական էր, թե քաղաքական հոգեբանական։ Նախ չի ավարտվել եւ անորոշ է արդյունքները, նույնիսկ եթե համաձայնության կան եւ փաստաթուղթ ստորագրեն, դրանով ասել, որ այլևս պատերազմը ավարտվեց, չի կարելի, որովհետեւ ինչ հարց է լուծվել, որ ավարտվեց։ Իրանը մեկը կուզենա Իսրայելը վերացված տեսնել, որտեղ միշտ գիտի, որ վտանգ կա, Իսրայելը կուզենա Իրանը վերացված տեսնել, որտեղ միշտ գիտի վտանգ կա։ Եվ այս պարագայում, եթե փաստաթուղթ ստորագրեցին զինադադարի, ի՞նչ է տեղի ունենալու։ Իրանը չի զինվելու, գաղտնի լաբորատորիաներ չի աշխատացնելու, հիմա առավել եւս անելու է։ Իսրայելը չի մտածելու, որ եթե վաղը Դոնալդ Թրամփը գնաց, ակնհայտ է չէ, որ Ամերիկայի գոնե վերջի 40 տարվա ոչ մի նախագահ, 40-ն էլ ասում են թիվը, որը Բենյամին Նեթանյահուն էր ասում, որ 40 տարի սպասում էինք, որ մի օր Իրանին հարվածենք, ոչնչացնենք։ Եթե 40 տարի իրանք ցանկանում էին, 40 տարվա ժամանակ քանի նախագահ է փոխվել, որևէ մեկը դրան չի համաձայնվել։ Այսինքն լավ մշակված ծրագիր, որը որ ուժային կառույցները, ուղեղային կենտրոնները այնուամենայնիվ ասել են վտանգավոր է Իրանի հետ կապված։ 40 տարվա մտածած ծրագիրը արվեց համապատրաստից։ Այդ դա է տարօրինակը, որովհետև իրանք պատրաստ չէին այն արդյունքներին, որովհետև իրանք կարծում էին, որ այ կհարվածեն Իրանում։ Ղեկավարը հոգևոր առաջնորդն է, սպանեցինք, վերջ, պարալիզվեց երկիրը։ Եվ ինչի Դոնալդ Թրամփն ինչ ասեց, առավոտ հարվածեցին, երեկոյան ասեց սպասում եմ զենքերը վարի դնեք, հետո վայր չդրեցին։ Եվ ծանր հարվածներ հասցնելուց հետո ժողովուրդը կլցվի փողոց եւ իշխանափոխություն կանի։ Այսինքն սրանք այն բոլոր քայլերն են, որ իրանք իրավիճակին ուղղակի չէին տիրապետում։ Ընդհակառակը այն բողոքող ժողովուրդը, որ դրսից փորձեցին աջակցել, օբյեկտիվորեն դժգոհություն ունեին այս կրոնապետությունից։ Բայց երբ որ տեսան, որ իրանց մեղադրելու են դավաճանության մեջ, որ դրսին օգնում են իրանց երկրին հարված հասցնելու, հիմա տեսակ ինչ խաղ է իրանց մոտ, ինչա դժգոհությունները վերացան։ Բացի դրանից էլ իրանք հասկացան, որ հոգևոր առաջնորդին շարքից հանելով, այդ պետության կառավարման մոդելին իրանք ուղղակի ծանոթ չեն, բա ով է ղեկավարում։
Բայց մեզ համար ուրիշ խնդիր առաջացավ։ Մենք ասում ենք պատերազմը մեր դաշտ չմտավ, բայց բացի այդ որ առևտրաշրջանառության հետ կապված որոշակի խնդիրներ ունեցանք, մեկ ուրիշ հարց էլ կա։ Նիկոլ Փաշինյանն ասում էր խաղաղության խաչմերուկ, նա չէր ասում խաղաղությունը դա Հայաստանն ու Ադրբեջանն է։ Այն դեպքում, երբ որ մենք չենք էլ հավատում Հայաստան-Ադրբեջան խաղաղությանը, որովհետև ով է այդ խաղաղությունը մեզ երաշխավորել, Ալիևը։ Բայց լավ, խաչմերուկը նայենք։ Խաչմերուկի համար նաև Իրանն է մտնում, չէ՞ այդ խաչմերուկի մեջ, բայց սլակը ով էր դրել։ Ոնց էր պատկերացնում բալանսավորված քաղաքականություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առավելագույն գործընկերություն ինչքան հնարավոր է, դա հատկապես նշվում էր թրիփը, որ ճանապարհը կանցնի Սյունիքով, ամերիկացիները կգան, այդ հարցերը կանեն եւ դրանով մեր անվտանգությունը կապահովեն։ Բայց եթե Ամերիկա եւ Իրան խնդրեմ եղավ, Իրանը թույլ չի տա, որ թրիփը աշխատի։ Իսկ եթե հիմա իրանք արաբական երկրներին, որոնց որ պատասխան հարված են հասցնում, մենք չտեսանք Ամերիկայի բազաները գտնվում են այդ երկրներում, որ կարելի է կարծել նրա համար, որ պաշտպանեին այդ երկրները, բայց հիմա իրանք թիրախավորվեցին։ Երկրներ, որ նավթի շնորհիվ սկսեցին տնտեսության այլ ոլորտներ զարգացնել, մտածելով ուշ թե շուտ նավթը կվերանա կամ էլ նավթի կարիքը կպակասի այլ տեխնոլոգիաների պարագայում։ Նրանք туриզմ էին զարգացնում, անշարժ գույքի հետ կապված, բարենպաստ ներդրումային միջավայր, մեկ հրթիռով այդ ամբողջը հոդս ցնդեց։ Այսինքն հասկացան, որ ձեր մոտ եկել են անվտանգության նաև համար այդ բարենպաստ միջավայրի եւ բավական է մի հրթիռ եւ այդ ամեն ինչը հոդս։ Իսկ մեզ Ամերիկան չի երաշխավորել, որ բազայով Հայաստանը պաշտպանելու է։ Այսինքն որտեղ ենք մենք տեսել անվտանգության երաշխիքների քննարկում։ Այսինքն այս պատերազմի վտանգները միայն պայմանավորված չի նրանով, որ մեր տարածքով պատերազմ կմտնի, թե չէ։ Իհարկե շատ վատ է, որ մտներ, հրաշալի է, որ այդ պատերազմը չհասավ մեզ, բայց ցանկացած պրովոկացիա կարող է լինել, չէ՞ ցանկացած պահի։ Ադրբեջանի կողմից ցանկացածի, որպեսզի մեզ ներքաշեն դրա մեջ։ Հիմա տա Աստված դա չլինի, բայց դու չես կարող ռիսկերը չգնահատես, առավել եւս պետությունը ռիսկերը կառավարի։ Եթե այսօր Միացյալ Նահանգները բուհերին հարված է հասցնում Իրանում, իսկ Իրանը ասում է պատասխան հարված պետք է հասցնեմ տարածաշրջանի ամերիկյան բուհերին, իսկ Հայաստանում էլ կա ամերիկյան բու, որոնք իրանք իրանց կողմից հայտարարեցին, թե դասընթացը դարձնում ենք առցանց, որպեսի մարդիկ չգա հերակառավարվող, որպեսի մարդիկ չգա, որտեղ վտանգ կա։ Նախ դա չպետք է աներ բուհը, դա պետությունը պետք է իր կողմից անի, որտեղ դու հայտարարում ես, որ կարող է մենք Երևանի Փաղրամյան փողոցի վրա հարձակվի Իրանը, բայց հարաբերությունները միջպետական պետք է որ մենք այդ վտանգը չունենայինք, բայց տեսեք, Իրանից մի հատ դրոն գնաց հասավ, մի հատ հրթիռ հասավ Նախիջևան, մինչև այսօր չեն կարողանում պարզել ով է ուղարկել, արդյոք դա պրովոկացիա էր։ Մեկը ասում անդիմությունը կարող էր անել, որ ներքաշեր Իրանին հարվածի մեջ, Ադրբեջան-Իրան։ Մեկը ասում է, որ կարող էր Իսրայելը աներ, չէ՞ որ նրանց տարածքում նախորդ պատերազմի ժամանակ իրանք օգտագործեցին դրոնները հենց ներսում։ Բայց կարևորը չի թե մենք ինչ ենք ենթադրում, կարևորը որ ցանկացած նման սադրանք կարող էր լինել։ Այսինքն մենք երբեք չենք կարող հանգիստ լինել։ Իսկ այդ պարագայում թրիփը ո՞նց է աշխատելու։ Եթե Իրանը դեմ եղավ։ Բայց մի ուրիշ խնդիր, եթե նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասնի նրան, որ Իրանը հետ քաշվի, դա ինչա նշանակում է մենք հաղթեցինք, ինչի մենք Ամերիկայի գործընկերն ենք, մենք լավ գիտենք, որ թրիփի նախաձեռնությունը դա գալիս է Ադրբեջանից։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացը գնաց Ալիևի այդ պայմանավորվեց, հետո գնացին Ամերիկայից ասին, որ այդ թրիփը մեզ հետաքրքիր է։ Անգամ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, ասես բոլորին ասել էին, որ այս ճանապարհով անցնի առաջինը ռուսներին, բայց բոլորը մերժեցին, մեկ էլ Թրամփի ադմինիստրացիան նախաձեռնություն հանդես բերեց։ Այսինքն ինքը ընդունում է, որ նախաձեռնությունը հայկական կողմին չէր, հայկական կողմը բոլորին առաջարկել է, դա Ամերիկայի նախաձեռնությունն էր։ Այսինքն մենք տեսնում ենք Թուրքիայի հետ հարաբերությունը Ամերիկայի, տեսնում ենք Իրանի հետ, ներողություն, Ադրբեջանի հետ հարաբերությունը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը ամրապնդվի էլ, դա չի նշանակում, որ մենք դարձանք գործընկեր։ Առավել եւս Թրամփի պարագայում խաղաղության խորհուրդ ստեղծեց, ստեղծված պահից արդեն անլուրջ էր։
քանի երկրի դիմեց ինքը եւ քանիսը արձագանքեցին։ Մինչեւ այսօր անգամ գումար չեն կարող, անգամ խոստացած գումարը չեն տալիս, որ Գազան գոնե սկսեն վերականգնողական աշխատանքներ, որ արդարացված լինի, որ Թրամփը դրա ղեկավարն է, իր նախաձեռնությամբ այդ ամեն ինչը կատարել։ Այսին պարոն Անտոնյան, ձեր գործիքով գործարք պիտի չլա, ի վերջո այսքան հրթիռների յետք Իրանը վիրավոր վիճակի մեջ է եւ Իրանը բարդավոր է հաշվի առնել այդ բոլորը, այսինքն բادرազմը հումբեդս ոչ Թրամփին համար նպաստավոր է, ոչ էլ Իրանին համար, ի վերջո եւ այս պակիստանյան ժողովը քիչ առաջ ճիշտ է ցերտի դարգումը, որ բادرազմը չի ավարտած, սակայն ինչ որ թրիկ մգա որ չենք հասկնար, գտեսնեք Հորմուզի բարական նավ պիտի անցնի չանցնիր, սակայն Ամերիկան այսօր չի հարված էր Թեհրանին։ Սա ինչ որ նախանշան մը չէ գործարքի հետ կապված։ Այսպես նայենք, Իսրայելը համարում էր, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, որովհետև եթե Թրամփը գնաց, մեկ ուրիշ Ամերիկայի նախագահ չի համաձայնվելու։ Դա էր հարցը, որ ասում են պատրաստված չէ լրջորեն։ Եվ երկրորդ, հիմա Իրանը այս պահին կարողացավ պաշտպանել պետական կառավարումը եւ ինչքան էլ ծանր հարված կերավ, այնուամենիվ պատասխանում է, չէ՞։ Պատասխանում է, այո։ Դոնալդ Թրամփն ասում է, բոլոր նավերը վերացրել եմ, բոլոր նավերը վերացրել, Հորմուզի նեղուցը ով է պահում։ Ու դու ստիպված ես դու ինքդ փակես։ Մի խնդիր էր ուզում լուծել Դոնալդ Թրամփը, որը տեղ համընկավ իր շահերը Իսրայելի հետ, բայց այդտեղ սխալվեց Դոնալդ Թրամփը։ Այսինքն Իսրայելը ուղղակի օգտագործեց։ Միայն այնտեղ սխալվեց։ Չէ, շատ հարցերում, բայց կոնկրետ այդ հարցը ասա։ Ինքը Վենեսուելայի նավթը վերցրեց։ Այո։ Մտածեց, որ դրանով կխեղճացնի Չինաստանին։ Նաև Ռուսաստանին, որովհետև Վենեսուելան գործընկեր էր։ Չոր աղբյուր է նավթի։ Հա, երկրորդ մտածեց, եթե Իրանի նավթի վրա ինքը վերահսկողություն հաստատի, պատկերացրեք դա ինչ կդառնա։ Արաբական երկրները իր գործընկերներն են Պարսից ծոցի։ Իրանի վրա էլ վերահսկողություն հաստատի, տեսեք ինչպիսի կախվածություն կունենա Չինաստանը Իրանից։ Բայց այս պարագայում նաև Ռուսաստանը, որովհետև արդեն եթե ինքը Իրանի նավթի վրա վերահսկողություն հաստատել, դե սանկցիաները հաներ, չէ՞։ Բայց պատկերացնեք ինչ խաղացողա շուկա մտնում։ Այդ թվում է թե շատ լավ էր հաշվարկել, բայց մի բան չէր հաշվարկել։ Իսկ եթե չհաջողվի տապալել, այդ դեպքում ոչ թե դու Չինաստանին խեղճացրեցիր։ Չինաստանը ամենաշահողը դուրս եկավ դրանից։ Նաև Ռուսաստանը։ Այո, եւ տեսեք, ինչով շահող դուրս եկավ։ Նախ Չինաստանը պաշտպանեց Իրանին։ Կտրուկ ձևով պաշտպանեց։ Երկրորդ տեսա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունը այդքան էլ չի, ինչքան որ։ Տեսա, որ արաբական երկրները վիրավորվեցին, ասին չհասկացանք, միլիարդավոր դոլարներ ենք ծախսում, տրիլիոններ ենք ծախսում, որ անվտանգության համար։ Էս ինչ արեցիր։ Հետո իրանք նեղացան, ասին դու Հորմուզի նեղուցը որ չես բացում, մեզ ես հարվածում։ Թրամփը մի քանի անտրամաբանական բաներ ասեց, ում որ այդ նավթը պետքա թողա ինքը տանի։ Դրա համար պատահական չէր, որ ասեցի, իսկ եթե նավթը գնորդը Հայաստանը ըլներ, չնայած մենք նավթ չենք օգտագործում, Հայաստանը ըլներ ինչ էր անելու։ Սևանա լճի նավատորմը գնալու էր նավթը բերեր Հորմուզի նեղուցով։ Այսինքն ինչ է նշանակում գնորդը թող գնա, ինքը բերի, ապրանքը բերի։ Աբսուրդ է։ Հա, հիմա երբ որ այդ ամեն ինչը չստացվեց, այլևս ինքը չի կարողանում Իրանին ասի Ռուսաստանից չառնես, էս չանես, Չինաստանին։ Դե Չինաստանը ասում է դու ով ես որ։ Նույն ձևի Հնդկաստանը չէր ուզում հարաբերությունը փչացնել Ամերիկայի հետ, ասեց չհասկացանք, եթե էս է քու քաշը, ավելի լավ է ես ումից ուզեմ նրանից կառնեմ։ Այն տեխնիկան, որը ինքը փորձարկել էր Ուկրաինայում եւ իրանց զենքի անունը բարձրացնել, այսօր որոշակի տեխնիկա, տեխնոլոգիա, որ Ուկրաինայում օգտագործում են, անցյալ դարի վերջերի է անգամ, բայց վաճառվում է, բայց կարողանում են արտադրել, քանի առնող կա, բայց դու գնացիր խայտարակ եղար Մերձավոր Արևելքի այս պատերազմի ընթացքում եւ այդքան մեծ հզոր զենքերով եւ այդ պարագայում շատերը, որ արդեն երես էին թեքել ռուսական զենքից, անցել էին պայմանագրեր էին կնքում Ամերիկայի հետ։ Այդ նույն մարդիկ սկսեցին կամաց մտածել, որ Ամերիկայի ոչ հարձակողական, ոչ պաշտպանական զենքերը այդքան էլ արդյունավետ չեն։ Ու դրանից բացի, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանում է Թայվանին։ Այնպես չի որ դա գաղտնիք է,
Չնայած ժամանակին հեղափոխությունից առաջ էր պաշտպանում 49 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ որ կոմունիստները հաղթանակ տարան Չինաստանում, Գոմինդանի կառավարությունը տեղափոխվեց Թայվան, բայց այնպես ստացվեց, որ այդքան բավարար չէր աջակցությունը, բայց այդ ժամանակվանից սկսած Ամերիկան միշտ էլ պաշտպանել է Թայվանին։ Այսօր այն ինչ որ ստանում է Թայվանից Ամերիկան, բարձր տեխնոլոգիայի հետ կապված չիպերի եւ այլ, դա ավելին է, քան նավթը։ Ու եթե հանկարծ ինքը ստիպված եղավ զիջելու, Թայվանը հայտնվեց Չինաստանի ազդեցության տակ ամբողջությամբ։ Իսկ վերջին օրերին հանդիպում եղավ Գոմինդանի կառավարության կուսակցության ներկայացուցիչի հետ Սի Ցզինպինի հետ։ Այսինքն հասկացան, որ ավելավա մենք իրար հետ լավ լնենք, ոնց որ թե Ամերիկան եկել է, բայց մեզ չկարողանա պաշտպանի կամ չկարողանա կամ վերջի պահին Չինաստանին ժեստ անելու համար սկուտերի վրա նվիրի Թայվանը, իմաստը որն է, որ մենք թշնամանանք։ Եթե դու կռիվ ես տալիս պատկերացնելով, որ նավթով աշխարհին կտիրես, դու ուղղակի շատ հետ ես մնացել ժամանակակից աշխարհից։ Եթե այսօր հանկարծ Չինաստանը իր ձեռքը վերցնի Թայվանը, դու ավելի մեծ կախվածություն ես ունենալու Չինաստանից, քան Չինաստանը նավթից։ Ու այս պարագայում նոր իրավիճակ առաջացավ։ Մենք կարծում էինք, որ նոր իրավիճակը կլինի ուկրաինական պատերազմի արդյունքում։ Նոր աշխարհակարգ կլինի, ագրեսորին կպատժեն, մենք էլ մտածում էինք, մեզ համար շատ բարենպաստ կլինի, կասենք մենք էլ փոքր պետություն ենք, որի իրավունքը ուժով պաշտպանում են կոլեկտիվ անվտանգության տեսանկյունից։ Եթե մենք նույնիսկ կոլեկտիվ անվտանգության որևէ համակարգի անդամ չենք, ասենք ենթադրենք ՆԱՏՕ-ի, պարզ է, եթե հավաքական անվտանգություն չենք էլ հաշվում, սկի սառեցրել ենք, դա չի մեր անվտանգությունը, համաշխարհային աշխարհակարգ լինի։ Մենք տեսանք, որ ՄԱԿ-ը այդ ֆունկցիան չի կարողանում կատարել, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամն է հարձակվել հարևանի վրա։ Եթե այդ ագրեսորին դու պատժում ես, նոր աշխարհակարգ ես ունենում օբյեկտիվորեն, այսինքն ուժով պաշտպանում ես թույլի իրավունքը, իսկ մենք ոչ տարածաշրջանում, ոչ էլ աշխարհում ուժեղների մեջ չենք։ Մեզ շահերից էր բխում, որ ասենք մի ագրեսոր էլ Ադրբեջանն է։ Եթե պատժում եք ագրեսոր Ռուսաստանին, մտել է ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություն, ինքն էլ մտել է Հայաստանի տարածք։ Ինչ է անում այստեղ։ Բայց եթե Թրամփը ասում է ուժի դիրքից ով վերցնի դա Իրանն է, դուք խաղաքարտեր չունեք, դուք հաղթաթղթեր չունեք, այս չունեք, այն չունեք, դրանով է չափում եւ հիանում է դիկտատորներով։ Ինքը համարում է, որ կարոտել է Կիմ Չեն Ընին։ Ես չեմ պատկերացնում, որ աշխարհում երկրորդ մարդ կգտնվի, որ Կիմ Չեն Ընին կկարոտի։ Այսինքն դա նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, որ արտահայտում է, դա արդեն ավելին է, քան անգամ պատերազմում հաղթել կամ պարտվելը։ Կամ ասենք ինքը մեծագույն հիացմունքով է խոսում Պուտինի հասցեին, Լուկաշենկոյի, Էրդողանի, Ալիևի, նա երջանկացած պաշտպանում էր Վիկտոր Օրբանին Հունգարիայում, հերիք չի մի քանի հայտարարություն արեց, փոխնախագահին ուղարկեց Հունգարիա, որ հատուկ նպատակային գնա պաշտպանի եւ նշում էր, թե ինչպիսի հաջողություններ ուներ ամերիկյան եւ հունգարական հարաբերությունները հենց Օրբանի շնորհիվ։ Ու պատկերացրեք, ժողովուրդը գնաց եւ մերժեց, նա մերժեց նաեւ Ամերիկային։ Պատկերացնում եք, մարդը գնաց քվեաթերթիկով մերժեց Ամերիկային։ Մերժի Սերժին արեցին։ Այո, բայց դա էր հարցը։ Հիմա այս պարագայում մեր մոտ ինչի են մեր իշխանությունները աշխատում են այդ թեմաներ շատ չխոսան։ Դրանք չեն հասկանում ինչ ալնել։ Այսինքն շատ դեպքերում ինչ ալնում։ Տեսնում են, որ չեն հասկանում, մարդկանց ասում են խոսենք ներքաղաքական խնդիրներից, խոսենք սրանից, նրանից, որովհետև մարդկանց ուշադրությունը դրա վրա կենտրոնա։ Ու շատ դեպքերում մարդիկ ասում են, բա դուք ինչի՞ չեք ավելի շատ ներքաղաքականից խոսում։ Հարգելիս ձեր աչքի առաջ տեսնում եք, որ ՆԱՏՕ-ի անդամ, Եվրամիության անդամ Հունգարիան, Եվրոպայի սրտում գտնվող, գնացել էր ընտրության, մի կողմը պլակատները կպցրել էր մերժենք Զելենսկուն, Օրբանի ամբողջ քարոզչությունը ողողած էր ամբողջ երկիրը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Զելենսկու նկարներով եւ Մադյարի նկարներով։ Այդ տեսեք, իրանք ուզում են մեզ դարձնեն Եվրոպայի ստրուկը, իրանք ուզում են Եվրամիության չինովնիկները կառավարեն, մենք ինքնիշխանություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Մի մասն էլ ասում էր, Օրբանին մերժենք, հանենք Պուտինին։ Այսինքն կռիվը գնում էր Հունգարիայում Պուտինի եւ Զելենսկու միջև, հաղթեց Զելենսկին։ Մեր դեպքում, երբ որ ասում ենք 2021 թվականի ընտրության հետ մի համեմատեք 26-ը, որտեղ դրանից հետո եղել է ուկրաինական պատերազմ, որից հետո աշխարհում չկա որևէ ընտրություն, այդ թվում նաև Ամերիկայի։
ինչպիսին է քո վերաբերմունքը ուկրաինական պատերազմի նկատմամբ։ Այդ թվում Մեծ Բրիտանիայի ընտրությունները, Գերմանիայի ընտրությունները, Ֆրանսիայի ստորին պալատի ընտրությունները, Մոլդովայի ընտրությունները, Վրաստանի ընտրությունները եւ հիմա Հունգարիայի ընտրությունները, այսինքն այդ բոլորը արտաքին քաղաքական ազդեցությունը օբյեկտիվորեն կա։ Առավել եւս որ Հայաստանում դրա պարարտ հող կա, մի մասը Ռուսաստանի շահերը սպասարկելով պատրաստ են ներսում ապակայունացնել։ Ուր մնաց թե դրսի ազդեցությունը ցանկացած ընտրության վրա լինելու է, որովհետեւ եթե դու չես կողմնորոշվում ինչ աշխարհակաղակական իրավիճակում, որն է քո ռազմաքաղաքական տնտեսական տիրույթը, որտեղ դու պատկերացնում ես քո երկրի տեղը, քո երկրի դերը, այդ դեպքում ինչից ես խոսում, ինչ տնտեսությունից ես խոսում, ոնց ես այդ տնտեսությունը զարգացնելու, Ռուսաստանի ձևով ես զարգացնելու, այն Ռուսաստանը, որ մտել է պատերազմի մեջ Ուկրաինայում, 3 օրում պետք է գրավեր 5-րդ տարին է կռվում է, մի քանի կիլոմետր առաջ գնալու համար ստիպված իր երկրում աշխատավարձերը իջացնում, հարկերը բարձրացնում, բանկերի փողերը թույլ չի տալիս, որ մարդիկ հանեն, հազարու մի ձևի սոցիալական խնդիրները առաջացնում, երաշխիքներ, ստիպված է աշխատաժամանակ ավելացնի, ստիպված է Հնդկաստանից աշխատուժ բերի, հսկայական տարածքներ տալիս է Չինաստանին։ Լա գնացեք տեսեք քանի կիլոմետր է գրավել միլիոնից ավել զոհ տալով եւ քանի կիլոմետր է հանձնել Չինաստանին խաղաղ ձևով, ոչ միայն տարածքներ, անտառներ, ռեսուրսներ, այլ նաև փոքր բնակավայրերի այն գործարանները, որոնք որ այդ ամբողջ քաղաքը ապրել է այդ գործարանով, այդ բոլորը տալիս են չինացիները գնում են վերցնում, բոլորին հանում են աշխատանքից, բերում են Չինաստանից աշխատողներ։ Այս մասին ոչ ոք չի խոսում։ Ու այդ թվականակը ավելացնում են իրենք, եւ դուք տեսեք, անգամ մեծ քաղաքները Վլադիվոստոկից սկսած չինացիները ուղակի գրավում են, բայց անենց բարի դեմքով են գրավում։ Ժպտալով։ Այո, ռուսների խելքը գնում է չինացիների համար։ Այդ ինչ բարի կիրթ են։ Ճանապարհը բացել են, գնում են այնտեղ բուժվում են, գնում են ապրանք են առնում։ Ինչ լավ ազգ են։ Հա ուշները գնում է չինացիների համար։ Ասում եմ հարգելիս, չինացին չի գրավելու զենքով։ Չինացին իր քանակով ու իր բարեկրթությամբ գալու է ապրի քո տանը, դուք գնացեք տեսեք ինչեր է հանձնել, Խաբարովսկով, Բլագավեշչինսկով, Վլադիվոստոկով, լայել չեմ ասում են տարածքները, որոնք խիտ բնակեցված չեն, շատերը չեն նկատում։ Ոչ էլ գիտենք այդ մասին։ Գնացեք տեսեք իրանք ոնց են գրա, երբ որ ես ասում եմ, որ իմացեք, սահմանը բացվի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, մենք դրան պատրաստ չենք։ Ասեցիք մի անգամ։ Այո, որովհետև դուք պետք է իմունիտետ ունենաս։ Բացի այն, որ խնդալով պիտի կան։ Որպես տնտեսագետ ես կարող եմ հիմնավորեմ, որ դուք այդ լաբորատորիաները չունեք ստուգելու հազարում մի բան, դա ուրիշ խնդիր է։ Ես ասում եմ, քաղաքական տեսանկյունից մեր հասարակությունը պատրաստ չի, որ այս կողմից ու այն կողմից ժպտալով փողով մտնելու են ու քո ապրանքը առնեն։ Ես դա չեմ Չինաստանի օրինակը բերում։ Դուք տեսեք ինչ է կատարվում։ Դուք գնացեք տեսեք ոնց են գրավում, արդեն քարտեզները իրանք տարածում են, որ սա մեր պատմական հողերն է։ Արդեն։ Այո, իհարկե։ Բայց իրանք իրանց երկրում ասում են սա մեր պատմական հողերն է, մենք սա պետք է վերցնենք։ Հիմա ոնց եք պատկերացնում 99 տարով վարձակալությամբ հող են տվել։ 99 տարվա մեջ քանի 100 միլիոն չինացի կապրի այդ հողերի վրա։ Եվ այդ պարագայում, որ հանկարծ այդ մարդիկ բոլորն է Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունելու։ Այդ ի՞նչ բարդ է Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելը, լեզուն ընդունելը։ Չինարեն իմացողը ռուսերեն չի կարա սովորի։ Հենա, այդ էլ են անելու։ Ու իրանք քվեարկելու են ու Ռուսաստանը դարձնեն Չինաստան։ Բայց ես դա ինչի համար եմ ասում։ Այսօր Տրամպին ես դիտավորյալ սուր ձևով ներկայացնում եմ աշխարհի խնդրը, որպեսզի մարդիկ հասկանան։ Տրամպին չհաջողվեց 56,000 գրելանդացու գրելանդական էսկիմոսներին ամեն մեկին $1 միլիոն տալով առնի։ Մարդիկ ասին ոչ, հայրենիքը չի վաճառվում։ 4 հոգանոց ընտանիքին տալու էր $4 միլիոն։ Դառնալու էր այդ մարդը Ամերիկայի քաղաքացի։ Իսկ հիմա գրին քարտի խաղարկությունը հանել էր, չէ՞ Տրամպը։ $1 միլիոն գրին քարտ էր տալի։ Այսինքն ոսկի ինչ որ այսինքն համ $1 միլիոն տալիս է գումար, համ ձերի դարձնում քաղաքացի ավտոմատ կերպով։ 2 միլիոն։ Մարդը կարող էր հանգիստ այդ 4 միլիոնը վերցնել, գնար Կալիֆոռնիայում ապրեր եւ ընդհանրապես իրան այդ խստաշունչ Գրենլանդիան պետք է համակարգացի դառնար։ Բայց որ ցավով ասում եմ, ես կուզենամ հայ ժողովուրդը այնքան աճի դառնա գրելանդացի էսկիմոս, ես դա ցավով եմ ասում։
Մերոնց կարող է 4 միլիոն դրամով էլ առնեն։ Բայց երբ որ ասեմ մենք պատրաստ չենք դրան, ինչի եմ ասում, որովհետև չինացու օրինակը բերեցի, որ մենք դա ուսումնասիրենք, Գրենլանդիային ասում եմ, դա չհամաձայնվեց 51-րդ նահանգ դառնա, ոչ թե Ադրբեջանի, ոչ թե Թուրքիայի, ոչ թե Իրանի, ոչ թե Ռուսաստանի, այլ Ամերիկայի, աշխարհի ամենահզոր երկրի, որ մարդիկ այդ երկրի քաղաքացի դառնալու համար Մեքսիկայով գնում բանտ էին ընկնում, ամիսներով տանջում էին, դատ ու դիվանով հազիվ Ամերիկայի էին մտնում, ծանր աշխատանքով աշխատում, որ կարողանան գոնե քաղաքացիություն ստանա, Աստված գիտի կստանան թե դուրս կանեն կգնան։ Այդ ձևով են մարդիկ երազում քաղաքացի դառնալ, Տրամպը նրանց նվեր էր տալի 1 միլիոն էլ բոնուս, բայց այդ մարդիկացին հայրենիքը չի վաճառվում։ Այն նայեք, որ հասկանանք ինչ ձևով կարող է մեր մոտ այդ խնդիրներ, իսկ հիմա ուրիշ բան նայեք, ընտրություններից առաջ մարդիկ դեմքը չեն տեսել Սամվել Կարապետյանի։ Մարդը Ռուսաստանում աշխատել է, եկել է Հայաստան, մի հատ ելույթ ունեցել, բռնել են։ Հիմա էլ տանն է։ Ելույթ չէր ադի, բզդիկ խոսքն էր, նախատասություն։ Բայց ո՞նց են իրանց կոտորելով ասում մենք սատարում ենք Սամվել Կարապետյանին։ Սերը գույն։ Ռուսական կապիտալին։ Սերը գույն։ Հա, գիտեք ինչի եմ ասում։ Բայց հիմա այս ամբողջը ուսումնասիրում են, չէ՞։ Այսինքն փողով երթվյալ արևմտամետ մարդիկ, որ կանգնում են տարիներով, տասնամյակներով խոսել են Հայաստանի ապագան Եվրոպայի հետ, կանգնում ասում են մեր փրկությունը Սամվել Կարապետյանն է։ Դուք պատկերացնում, իսկ ինչա այդ ընտրությունը Թուրքիան, Ադրբեջան չեն տեսնում։ Եթե տեսնեն, որ փողով այս մարդիկ վաճառվում են, այնը ոչ թե շարքային մարդը, որ ասի կներեք էլի երեխան սոված է, ճար չունեմ, այլ ինտելեկտուալ մարդիկ, ճանապարհ անցած մարդիկ։ Լևոն Տեր-Պետրոսյան, որ նախագահ է եղել, Ռաֆի Հովհաննիսյան, որ Ռիչարդ Հովհաննիսյանի տղան է, Ամերիկայից եկել է, նրան վերաբերվել են նենց, որ այն ներքին այնուամենայնիվ համակրանքը մնացել էր իր նկատմամբ, թեկուզ շատ խաղերի մեջ էր հայտնվել քաղաքական, բայց ասում էր ի վերջո Ռաֆի Հովհաննիսյանն առաջի արտգործնախարար Ամերիկայի թողել եկել է Հայաստան։ Թողել ես եկել Հայաստան, որ ասես ճիշտ Մոսկվան, հա։ Այսինքն ինչի եմ ասում։ Այս ամեն ինչը մեր թշնամին էլ է, չէ՞ տեսնում, որ ասի ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, մենք իրաց փողով առնող ենք։ Բավական է ճանապարհը բացեն, բավական է իշխանություններն ասեն, ինչ եք թշնամի համարում Ադրբեջանին, ինչ եք թշնամի համարում Թուրքիային, եթե մենք իրանց հետ լավ լնեինք, ուրիշներից անկախ կլնեինք, կախվածություն չէինք ունենա։ Ճնշեն բոլոր այն մարդկանց, ովքեր այդ վտանգը տեսնում են, ովքեր այդ վտանգի համար գոռում են, ասում են, ժողովուրդ դուք հասկանում եք, որ ձեր երկիրը չունի այդ իմունիտետը։ Ուղղակի նրանք փող ունեն, փողով մտան, դուք պետք է ծիծաղելով ասեք հիմարներն եկան այս փողը առան, էժան հողեր թանկ առան, հիմարը իրանք են, ինքը փող ունի, ինքը կառնի, Թուրքիան ու Ադրբեջանը փողի խնդրեմ չունեն, նրանք մեթոդաբար Վրաստան են գրավում, չեք տեսնում, նրանք Վրաստանը մենակ Աջարյանն են նայում, չէ՞ Աջարյանն նայում, լագանացեք ռազմավարական օբյեկտները նայեք, ոնց են մեթոդաբար առնում, ինչ ներդրումներ են անում, չկա մի հատ պատահական ներդրում, այս կողմից Թուրքիան, այն կողմից Ադրբեջանը։ Մի օր հանկարծ Վրաստանի իշխանությունը որոշի մի հատ կտրուկ քայլանի, կասեն հոп, դու մեզանից կախված ես, ես ինչ ես անում։ Ուր ես գնում, հա։ Այո, այսինքն սա մեզ համար դաս պետք է լինի, բա աշխարհի օրինակը ինչ ենք ցույց տալի։ Բայց ինչ է այլընտրանքը, պարոն Անտոնյան, ճիշտ նշեցիք, այդ վտանգը գա, վաղը ժպտալով պիտի մտնեն, արդեն մտել են իրանց սերիալներով, մարդիկ այսօր ամբողջ Հայաստանով մեկ գիտեք, որ ռուսերենով թարգմանված թուրքական սերիալների մոլին, քերին դարձած են։ Այսօր այլընտրանքը ինչ է։ Հիմա ես ասեմ, նախ այլընտրանք, որ ասում ենք, քաղաքական առումով արժևում ընտրություններ է, էլի մենք չենք կարող զուտ մենակ ուղակի ընդհանրական խոսել, նաև պատկերացնենք։ Այլընտրանքը որը պետք է լինի, պետք է լինի այլընտրանք թե այս իշխանությանը, թե ռուսամետ ընդդիմությանը։ Չեմ ասում միայն նախկին, որովհետև հիմա ռուսամետ ընդդիմադիրներ ասում են մենք իրանց հետ կապ չունենք։ Կորդ չունենք։ Հա, դե գիտենք ինչքան կապ չունենք, բայց եթե տենց եք ուզում, տենց ասենք։ Սա անցյալի եւ ներկայի այս կռիվը որ կա, սա մեզ ապագա չի տանելու։ Ապագայի համար կռիվը իրանք չեն։ Ապագայի համար մենք պետք է ասենք մերժում ենք եւ սրան, բայց մեր ծրագիրը չպետք է լինի մերժելով, որովհետեւ եթե ասում ենք լավ մերժեցինք, բա մենք ինչ ենք առաջարկում։ Մենք ասում ենք տեսակ, ես 22 տարի
2004 թվականից, երբ որ արդեն Վրաստանը մեր առաջ ճանապարհ բացեց, ես քաղաքականություն մտել եմ մի նպատակով, որ ասեմ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության հրապարակված են, տպած են, այնպես չի որ ես ուղղակի այնպես ասում եմ, բայց միևնույնն է մենք տեսանք որ Ամերիկայի հետ կարող է ինչ-որ հարցեր առաջանա, մենք խնդիր ունենանք։ Ամերիկան աշխարհի ամենահզոր երկիրն է, այդտեղ խնդիր չկա։ Ես երազում եմ, որ երբեք կոնֆլիկտ չունենա Ամերիկան Եվրոպայի հետ, որտեղ ինձ համար դա հավաքական արևմուտք է։ Ինձ համար ամենավատ երազում չի կարելի պատկերացնել, որ Ամերիկան Եվրոպայից մի կողմ քաշվի, Եվրոպան ասի, դու ճիշտ չես պահում քեզ։ Բայց խնդիրը ուրիշ է, Եվրամիությունը գոնե համակարգ է։ Եվրամիությունը մի չինովնիկի կամ որևէ մեկի կամքից կախված չէ։ Երբ որ մենք ասում ենք Հայաստանի ապագան լինի Եվրամիության կազմում, դա համակեցության կանոններ է։ Հիմա տեսեք Հունգարիայի ընտրությունից ենք խոսում, ասում ենք դիկտատոր Օրբանը։ Բայց դիկտատոր Օրբանին տուն ուղարկեցին քվեաթերթիկով։ Իսկ դուք դիկտատոր Պուտինին կուղարկեիք, դիկտատոր Լուկաշենկոին կուղա։ Այս սա է Եվրոպան, որ նույնիսկ մեր պատկերացրած դիկտատորին կարելի է տուն ուղարկել քվեաթերթիկով եւ ուրիշ բան նաեւ ասենք ասում են մենք եթե մտնենք Եվրամիության կազմ մենք նույն ձևի կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը ոնց որ ասենք ենթադրենք Ռուսաստանն է հիմա իշխում ինչքան ուզենանք ազատվենք ասում ենք եթե այդպես է նույնիսկ վատ օրինակի մեջ կա լավ նախադեպ որն է այդ վատ օրինակը Օրբանը որը ինքը ամեն ինչ բոյկոտում էր վետո էր դնում ասում էր չեմ թույլ տա Ուկրաինային ֆինանսավորեք վետո կդնեմ չեմ թողի որ ինքը Եվրամիության անդամ դառնա, չէ։ Այսինքն մի երկիր կարողանում էր 27 երկրի ծրագիրը վետո դնելով կանխել։ Դա նշանակում է նույնիսկ շատ վատ բաներ անում համաեվրոպական ծրագրի դեմ, բայց կարողանում էր, չէ, աներ։ Այսինքն այդ չափի ինքնիշխանություն ուներ, չէ, ինքը որ այդքան երկրների ճնշումն ու ազդեցությունը, եվրոչինովնիկների ճնշումն ու ազդեցությունը միևնույնն է, նա կարողանում էր դա առաջ տանել։ Ասում էր, քանի ես վարչապետ եմ, Ուկրաինային չեն տալու այդ փողերը։ Քանի ես վարչապետ եմ, Ուկրաինան չի դառնա Եվրամիության անդամ։ Ժողովուրդն էլ ասին, հա, ուրեմն ինչ է պետք անել։ Դու վարչապետ չլնես, շատ լավ գնացին քվեարկեցին եւ ինչու եմ ասում, այսինքն Եվրոպան այսօր համակարգ է, որը մի չինովնիկի քմահաճույքից կախված չէ։ Եվ բացի դրանից եթե իրանք հիմա անվտանգության խնդիր են լուծում, դա մեզ համար իդեալական է։ Մեկի հետ պայմանավորում ես, լուծում ես նաև մյուս հարցը։ Եթե այսօր անգամ կասկածի տակ են դնում ՆԱՏՕ-ի արդյունավետությունը, բայց այսօր եթե նույնիսկ այդ մասին խոսում են, մինչև այդ եվրոպական անվտանգության տեսնում եք ինչ խնդիրներ են լուծում։ Տեսնում եք ոնց ճկուն մեխանիզմներով կարողանում են դա անել։ Բացի եվրոպական երկրները ՆԱՏՕ-ի անդամ, դրան աջակցում է Ճապոնիան, դրան աջակցում է Ավստրալիան, որը Նոր Զելանդիան, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական բլոկի անդամ է, Ամերիկան, Նոր Զելանդիա, Ավստրալիա, անզյուս է։ Այդ պարագայում Ճապոնիան, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Ավստրիա, որը չեզոք պետություն էր, որ ասել էր 1955 թվականից սկսած ասել էր ես ոչ են կողմ եմ, ոչ են կողմից հանգիստ թողեք։ Ասեց ոնց, ես կմասնակցեմ Ուկրաինային աջակցության այդ նախաձեռնողների խմբի մեջ ես էլ կլնեմ։ Ինչ է, մենք չենք տեսնում Կանադան, այսօր Կանադան ավելի սերտ հարաբերություններ ունի Եվրոպայի հետ, բացի փաստաթղթային։ Ամեն ինչ անում է այսօր, իդեպ Կանադայի վարչապետը Մարկ Քարնին, ինքը տնտեսագետ է, ինքը շատ լավ հասկանում է բանկային ոլորտն էլ գիտի։ Ինքը որոշակի մեթոդներով Կանադան անկախացնում է Ամերիկայից, շատերը դա չեն նկատում։ Շատերը նայում են Տրամպը ասես, տես ինչ եմ անելու 51-րդ նահանգ եմ դարձնելու, Քարնիի պարագայում ինքը չի պատկերացնում։ Առանց ճղճղալու, առանց հիստերիկ բացականչությունների ինքը ոնց է փաստաթուղթ ստորագրում Բրիտանիայի հետ, ինչ է անում, ոնց է անում Ավստրալիայի հետ, ոնց է պատրաստում Եվրամիության հետ ինչ քայլեր են անվտանգային ու տնտեսական։ Կանադան սերտորեն համագործակցում է այն տեղերի հետ, որի հետ Դոնալդ Տրամպը հարաբերությունները փչացնում է։ Այսինքն նաև անվտանգային հարցերում Կանադան համաեվրոպական ծրագրի անվտանգային հարցերի, այսինքն նշանակում է, եթե մենք նույնիսկ առաջի քայլն ենք անում, ասենք ասում ենք, մենք ուզում ենք դառնալ Եվրամիության անդամ։ Գիտենք, որ դա հակազդեցություն է ունենալ Ռուսաստանի կողմից։ Գնում ենք, ասում ենք, հարգելի եվրաչինովնիկներ,
Մենք մեր կողմից մեր քայլը արեցինք, բայց դուք հասկանում եք, չէ՞ որ խնդիր կունենանք։ Ինչով եք օգնում, ասեք։ Հայաստանը մի փոքր տնտեսություն է։ Ինչով կարող եք օգնել, որ մենք այդ խնդիրները Ոչ մեկ բան չեն առաջարկում։ Չէ, իրանք առաջարկում են, մերոնք չեն են ընդունում։ ասում են, չէ, ոչ մի բան չեն անի Ռուսաստանի դեմ։ Սա բացի տնտեսականը, նաև անվտանգային է։ Դուք հասկանում եք, որ մենք ինչ լարված իրավիճակում ենք ապրում։ Մեր անվտանգային հետ կապված կարող ենք մենք մտածել, որ եվրոպական այդ հովանոցի տակ նաև մենք տեղավորվենք։ Մենք բարեկամ Ֆրանսիա պետություն ունենք, որ չեմ կարծում, որ եթե իրանք ցանկանան մեզ աջակցեն, իրանք այդ հնարավորությունը չեն, բայց մենք չենք մենակ Ֆրանսիան ասում։ Այն եվրոպական եռյակը, Մեծ Բրիտանիան, որը Եվրամիության անդամ չի, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, դուք չեք տեսնում ինչ ակտիվ ձևով կարողանում են աշխատանքներ տանեն համաեվրոպական անվտանգության։ Ու հարցը ինչն է։ Առաջի քայլը արեցիր դիմելով, բռնեցիր ճանապարհը դեպի Բրյուսել։ Ամեն հաջորդ օրը քո քաղաքական վիճակը, քո տնտեսական վիճակը, քո իրավական վիճակը, սոցիալականը ամեն օր բարձրանալու է, որտեղ եթե դու ճանապարհ ես ընտրում, ստեղից պետք է բարձրանաս, որ հասնես, որովհետև իրանք չեն ասում գրկաբաց ընդունում ենք, ասում են գրկաբաց ընդունում ենք, եթե դու կատարես այս քայլերը։ Այդ ճանապարհային քարտեզը ամեն օր դու երեկվանից մի քայլ առաջ ես։ Այն խնդիրները, որ այսօր մեր առաջ կանգնած է, որ մենք ասում ենք լավ ժողովուրդ ջան, հասկացանք, բայց խնդիրը ով է լուծելու։ Գնացեք տեսեք ով է լուծե։ Ամեն օր մարդիկ գնում են, ասում են, այս աղբավայր բամի հատ չկա, ստեղ կառուցենք, ասում են խոստանանք, որ ձեր մոտ կկառուցենք։ Եղբայր, եթե մենք ասում ենք Եվրոպա, նրանք այդ հարցերը վաղուց լուծել են, փոքր բնակավայրի համար իրա չափով, մեծի համար իրա չափով, այսինքն պետք չի որ անընդհատ գնալ բոլորին խոստանալ, ձեր մոտ կանենք ու վաղը չեք անելու հաստատ, որտեղ այսքան տարի չեք էլ արել, այլ պետք է լինես մի համակարգում, որ այդ խնդիրը լուծված է։ Պետք է լինես մի համակարգում, որ իրանք այդ ձևով են մտածում։ Պետք ճանապարհ են կառուցում, որ ամեն տարի չպետք է վերանորոգես։ Ճանապարհ են կառուցում, գծերը գցում են այն ձևով, որ դրա խնդիրը չառաջանա, սոցիալական խնդիրներ են լուծում։ Այսօր մենք ասում ենք, մերձբալթյան երկրները մեր հետ մի երկրի մեջ էին։ Մենք իդեպ մերձբալթյան երկրներից մեր կենսամակարդակով ցածր չէինք Հայաստանում։ Հայաստանը շատ լուրջ տնտեսություն էր։ Հայաստանը 3.5 միլիոն բնակիչ ուներ։ Հայաստան տարբեր տեղերից կոոպերացիայով ապրանք էին բերում, որովհետև գիտական միտք կար։ Ռազմական քանի գործարան կար Հայաստանում։ Այսինքն հայերը շատ լավ էին ապրում, որ Մոսկվա են գնում, ասում են հայերն եկան, մի քիչ էլ հայերը իրանց ուրիշ ձևի էին պահում, որ մենք ենք հարուստ ենք եւ այլն։ Էս ինչ կատարվեց, որ Հայաստանն այսօր ընկավ։ Հիմա եթե մենք ինչ ձևով էլ մտածենք, ես պատահական չի, որ օրինակը բերում, ասում եմ, լավ, պատկերացրեք, մենք նույնիսկ մեծ դժվարությամբ մտնում ենք ինքնաթիռ։ Նստել ենք ամենավերջի տեղը, որովհետև այն սկզբի տեղերը զբաղված է, բայց մեկը մենք ինքնաթիռով ենք գնալու։ Ամենաանհարմար տեղն էլ նստենք ինքնաթիռով ենք գնալու։ Մեզ առաջարկում եք ավտոբուս, ինչքան ուզում ենք հայկական ճարպկության գանք հասնենք լավ տեղը Սավառնակ չի դառնա։ Միևնույնն է, դա ավտոբուս է։ Ինչքան էլ այդ ավտոբուսը փորձես գեղեցկացնես, մեկը դա ավտոբուսի եւ ինքնաթիռի տարբերությունն է Եվրոպան ԵԱՏՄ-ից։ Պարոն Ատինյան, այս բոլորը նշեցիք եւ շատ թիբուկ օրինակ մտվիկ Հունգարիո բարական, այդ մեկը ինչ արձական կրնա ունենալ Հայաստանի հասարակության վրա, մանավանդ որ մենք նկատեցինք Փաշինյանի վերջին այցը Մոսկվա, այսպես եւ ռուսերուն դուրք տալու մի ցև մներ եւ ալ ինչ որ վերապերմունք մգար Փաշինյանի կողմէ, որ ռուսներուն ես ծեր կրբանը չեմ, նայեցեք, նկատեցինք նաև Պուտինի թեմքի արտահայտությունը, նաև Սամվել Ղարաբեդյանը զոհդալու ծև մգար Պուտինի խոսույթի մեջ, այսինքն ինչս էլ է հանրության առջև ասել, որ բարոն Փաշինյան, ինչու քանի ռուսամետ է գարկիլեք եւ այն այդ ոչ մգար։ Դուք այդ մեկը ինչպես կբացատրեք։ Նիկոլ Փաշինյանը գնացել էր, որպեսզի ընտրություններից առաջ հավատարմության երթում տա Վլադիմիր Պուտինին, որ Հայաստանում չի գտնվի ինձ քաղաքական գործիչ, որ ավելի հավատարիմ կլինի Վլադիմիր Պուտինին, քան Նիկոլ Փաշինյանը։ Առավելևս ինքը ունի իշխանություններ, ինչ եք չարչարվում։ Եվ որպեսզի այնպես լինի, որ ինքը գնար Պուտինի մոտ հաղթեր ռուսամետ ուժերին, որ ասեր մտամ դուք ով եք, որ այնա ես հարցը լուծել եմ։
իրան պետք է նաև ցույց տալ, որ ինքը կարող է ինչ-որ հարցերում տարաձայնություն ունենա եւ դա հնչեցնի Պուտինի հետ։ Դա Պուտինը պարզապես այդ հնարավորությունը տվեց, որպեսի Նիկոլ Փաշինյանը ստեղ գա, որ մարդիկ ասեն, տեսակ ոնց Պուտինին տեղը դրեց։ Հա, ոնց Պուտինին տեղը դրեց։ Իսկ ինչ արեց այդ արդյունքում, որ տեղը դրեց։ Պուտինի ինքը որոշել էր երկաթգծի կոնցեսիոն պայմանագիրը վերանայի։ Պուտինը համաձայնվեց։ Ոչ։ Ղազախստանի մասին էինք խոսում, Պուտինն ասաց մոռացեք, մենք դա ոչ մեկին չենք տալու։ Այսինքն, երբ որ դու գիտես անգամ, որ կարող ես այդ պայմանագիրը միակողմանիորեն չեղարկես, բա ինչի՞ չես անում։ Պուտինին տեղը դնող երիտասարդ։ Բայց թե Պուտինին տեղն ես դնում։ Դիր երկաթգծի առավել եւս ասում ես թրիփ արդյունավետ չի աշխատի, որովհետեւ այդ կտորները Պուտինը բան Ռուսաստանն է սպասարկելու, իսկ իրանք դեմ են։ Դրանով ուզում արդարացնի, թե ինչի մենք դուրս մնացինք այդ ծրագրի այն հատվածից, որ Հայաստանը Հայաստանին կապվի Նախիջևանով։ Դա ուզում է գցի Պուտինի վրա, լավ, գցել ես Պուտինի վրա։ Իրանք որոշակի բաներ չեն արել։ Կոնցեսիոն պայմանագիրը միակողմանի դադարեցրու։ Ինչ է անելու Պուտինը։ Դատի է տալու։ Բայց այդ պայմանագիրը չես կարդացել, որ արբիտրաժը Ֆրանսիայում է։ Այսինքն դու ուզում ես ասես, որ Ռուսաստանը Ֆրանսիայի արբիտրաժային դատարանում հաղթելու է Հայաստանին։ Ինչքան էլ անաչառ արբիտր լինի։ Դուք գիտեք, որ սա երևակայության ժանրից է։ Վստահ եք, չէ՞, որ Հայաստանը եթե միակողմանի դադարեցնի, դա Ռուսաստանը չի կարողանալու բողոքարկելով վերականգնի։ Այսինքն Հայաստանը չի ցանկանում դադարացնի։ Թող պետք չի ուրիշի վրա գցեն։ Միամիտ մարդկանց կարող է ասեն, դե ինչ անենք, քո պայմանագիրը չենք կարող չեղարկել։ Հեծը ո՞նց է իրանում։ Հեծը բարիս բուն իմաստով խլում է իր։ Խլեցիր էլ։ Բայց երկաթգիծը տենց չի։ Դա ուղղակի կարող ես դադարացնել, բերես կետերը ցույց տաս, ինչ պատճառներով։ Թող դատարանը քննի։ Բայց ոչ ու դա չես անում։ Բացի դրանից ինչը փոխվեց։ 102-րդ բազայի հարցը չի քննարկվում։ Չունից չի էլ քննարկվում։ Մենք անվտանգության համակարգը տեսնում ենք, այդ բազան մեր անվտանգությունն է ապահովում։ Հապկի հետ կապված սառեցված է, բայց եւ միևնույն ժամանակ մենք հապկից դուրս չենք գալիս։ ԵԱՏՄ-ի անդամ ենք եւ ասում ենք, մենք հակասություն չունենք Եվրամիության հետ եւ կունենանք կմտածենք, դու չես էլ ունենա հակասություն։ Իսկ Պուտինի համեմները, որ գազը եւ այլն այս նոր խոսույթ է, գիտեք, երբեք Ռուսաստանի նախագահը չի խոսած, որ այսպես չսեմ մուննատ գալով, բայց որ տեսեք, ես ցեզ էժան գազ եմ դալիս, իսկ աշխարհում ինչ է պատկերը։ Հիմա տեսնենք։ Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում։ Վերջերս որ սկսեց այդ թեման բացահայտել, ասում է Հայաստանը մինչև 2023 թվական Ռուսաստանի ֆորպոստն էր։ Եթե Արցախից չազատվեինք, մենք տենց էլ մնալու ենք Ռուսաստանից կախված։ Երբ կվերանար մեր պետականություն։ Դրանով չէ բացատրում։ Ինչի էր մեզ պետք Արցախից հրաժարվել 22 թվականին եւ ինչի էր պետք չմիջամտել Արցախի գործերին 23 թվականին, որ վերջապես Ռուսաստանից ազատվենք։ Հիմա հարց. բա 18 թվականին Ռուսաստանի ֆորպոստ Հայաստանում դու ո՞նց եկար իշխանության։ Այսինքն դες բան հնարավոր է։ Այսինքն դու ուզում ես ասես, որ դու կարող ես գայելի, ոնց որ ասենք Ռուսաստանում որևէ գուբերնատոր Պուտինին դեմ գնալով հեղափոխություն աներ գուբերնիան վերցների, մարզը կամ երկրամասը վերցներ հայտարարեր, որ ինքը այսօր հեղափոխական մարզի ղեկավարն է։ Եթե դու արդեն հայտարարում ես, որ 18-ից 23 թվական դու եղել ես ֆորպոստ, մարդիկ པարզ հարց են տալի։ Ֆորպոստի կառավարիչի կարգավիճակով ով քեզ թույլ տվեց 5 տարի մնաս։ Այսինքն Պուտինի դեմ էիր դու եկե։ Եվ երկրորդ, ասում ես զոհերը տվել ենք գիտակցաբար։ Արցախը հանձնել ենք, որ Հայաստանը անկախացնենք։ Այսինքն դու զոհեր ես տվել, Արցախ ես զիջել Հայաստանի անկախության դիմաց, որ ումից անկախանար։ Տանզանիայից։ Ումից։ Ռուսաստանից։ Բա ո՞նց է ինքը քո բարեկամը։ Այսինքն այդ զոհերի գնով ազատվել ես իրանից, ու իրան համարում ես քո եղբայր։ Ես ճիշտ եմ հասկանում։ Բայց մարդկանց ով դա պետք է բացատրի։ Հարգելիս, եթե դա խաղ չէր, պասերով խաղ չէր, բացատրի մարդկանց, ինչու ես դու առավելագույն ջերմ Ռուսաստանի հետ
Եթե նրանից փոկվելու համար պետք է հազարավոր զոհեր ունենայինք, տարածքային կորուստներ ունենայինք, Արցախից հրաժարվեինք։ Ինչու ես դու հիմա համարում, որ դա մեր եղբայր պետությունն է։ Շատ հարգալից պետք է լինենք, մենք ոչ մի խնդիր Պուտինի հետ չունենք։ Եվ երեք էլ պարոն Սիմոնյանը ասավ, Հայաստանը երբեք պատերազմի մեջ չի լինի Ռուսաստանի դեմ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, պատերազմով ու զոհերով գաղութատիրությունից ազատվելուց հետո գաղութը, որը իր պետականությունը ստեղծել է, անկախ պետականությունը, սկսում է բանա, ասենց դիֆերամբներ, հա, բանի, գաղութատիրոջ նկատմամբ։ Արդայդություններ։ Դուք հավատում եք դրան, մարդկանց սաստում է, որ ինչի եք Ռուսաստանի դեմ բաներ անում։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Եվրոպայա գնում, ասում է, եկել եմ ասել, ին վրա հույս չդնեք։ Բայց այդ հանդիպումներից էլ ենք, չէ՞ տեղյակ, որ Եվրոպային ասում է, ես Ռուսաստանի դեմ քայլ չեմ անել։ Այն ինչ որ հրապարակային ասում է, դա այսբերգի երևացող մասն է։ Մնացածն էլ հիմանում ենք, չէ՞, այդքան բարդ չի, որ ինքը ասում է մոռացեք, ես ոչ մեկը չի ասում Ռուսաստանի դեմ բան արա։ Մենք ասում ենք Հայաստանին օգուտ բան արա։ Դու եթե մեզ ներկայացնում ես, որ մենք գաղութ ենք եղել Ռուսաստանի եւ դրա գինը եղել է այսքան զոհերն ու կորուստները, ո՞նց ես մարդկանց բացատրում, որ ես ինչ խնդիր ունեմ Ռուսաստանի հետ։ Այսինքն ուզում ես ասես հիմա էլ ես վախենում Ռուսաստանից, ուրեմն հիմա էլ անկախ չես։ Եթե հիմա սիրում ես, թե վախենում ես։ Եթե սիրում ես, սպասելով դու արել ես մեր երկրի գլխին, Պուտինի հետ միասին։ Եթե վախենում ես, ուրեմն մենք էլի անկախ չենք։ Բայց չես վախենում։ Այս բոլորը դիդարգել է Բոնանդինյան մեդալի մյուս կողմը ընդդիմությունն է։ Ընդդիմության իրավիճակը ինչպես կգնահատեք։ Փաշինյանը միշտ երակլուխ ընդդիմություն գսե, Ծառուկյան, Քոչարյան եւ Ղարաբեդյան, սակայն հստակ է, որ ընդդիմության մեջ ալ ինչ որ խնդիրներ կան, հատկապես Սերժ Քոչարյան այս լարվածությունը օրեօր գշադանա եւ գտեսնենք Facebook-ի թիմադեդրի վրա ինչեր կգրվին իրար հանդեպ ուղղակի ադելություն եւ այս պայմաններում մեջ այս ընդդիմությունը ինչքանով գրնա այլընտրանք դառնալ Հայաստանի այսօրվա իշխանություններում։ Այսպես նայենք, անկախ նրանից, թե ով է լինելու ռուսամետ ընդդիմության վարչապետի տեխնացուն, որ հիմա Սամվել Ղարաբեդյանն է։ Գագիկ Ծառուկյանն ասում է, որ 3-ից 4 տեխնացու ունեն վարչապետի։ Այո, բայց անուն չի տալիս։ Եթե 3-4 տեխնացու նշանակում է ոչ մեկը չունես։ Որովհետև եթե դու գնում ես կռվի, գնում ես պայքարի, անել այս իշխանության դեմ, պետք է ասես ես նախընտրելի ես չեմ ուզում, ես նախընտրելի տեխնացուս է, բայց ինչի է դա այդպես, որ 3-4-ն է եւ ոչ մեկի անունը տրված չի։ Սամվել Կարապետյանը ինքը սահմանադրությունը թույլ չի տալիս, որ ինքը լինի վարչապետի տեխնացու։ Ասում են հունիսին ինքն ալնելու վարչապետ։ Հունիսին չի կարող լինել, որտեղ լիազորությունն ավարտվում է օգոստոսին Նիկոլ Փաշինյանի։ Այսինքն օբյեկտիվորեն նա չի կարող լինել։ Ինչպես հունիսին ընդրություններն իդ մինչև օգոստոս բարոն Փաշինյանն է։ Բայ այդպես է։ Չէ Ամերիկայում որ նոյեմբերին ընդրությունն հունվարի 20-ին չի իշխանությունը փոխվում։ Այսինքն 8-րդ գումարումը իր լիազորությունը դեռ չի ավարտում։ Այսպես նայեք, դա ընդունված է, որտեղ իշխանությունը պետք է շարունակական լինի։ Հիմա տեսեք, ընտրությունը եղավ հունիսի 7-ին։ Կարող է այսօր պատերազմ ալնում։ Մենք հունիսի 7-ին եթե հայտարարենք, որ 8-րդ գումարման ազգային ժողովի լիազորությունն ավարտել է, բա ով է ինչպես երկիրը պիտի կառավարենք։ Այսինքն ոչ չի կարող երկիրը առանց կառավարելու մնա։ Այսինքն այս 8-րդ գումարումը պետք է այնքան աշխատի, մինչև իրանք անդրանիկ նիստը անեն, պաշտոններին մարդկանց նշանակեն, վարչապետին ընտրեն, երկիրը սկսի աշխատել, նոր այդ մարդկանց հաջողություն մաղթեն։ Այսինքն հունիսին ոչ մի ձևով հնարավոր չի։ Այսպիսի ակնհայտ սոտով, որ ասենք մարդկանց կերակրում են, մարդիկ էլ ասում են իրան ենք ուզում, որտեղ ուզում ենք ինքը ելնի։ Այսինքն ակնհայտ է, չէ, Ռոբերտ Քոչարյանն էլ ինչ ասում, միակ տեխնացուն ես եմ։ Բայց եթե մեկ ուրիշ ավելի շատ ցայն կհավաքի, մենք իրան կաջակցենք։ Այսինքն ստացվում է, որ 3-ի պարագայում էլ, քանի որ մենք գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մեծամասնություն ունենալ, մենք էլ ենք, չէ, նայում իրավիճակը։ Այսինքն նշանակեց այս 3-ի համար կա մեկ ընդհանրություն։ Դա Պուտինն է։ Վերջ։ Ինչ կապ ունի, թե նրա համար ով է լինելու։ Անուն ազգանունը կարևոր չի։ Բայց իհարկե, այսինքն որոշումը դա է։ Ու հիմա խնդիրը ի՞նչն է, որ այդ նույն Պուտինի հետ իշխանությունն էլ լավ հարաբերություններ ունի ու չէ թաքցնում դրա մասին։ Այսինքն եւ մենք ուզում ենք, որ ասենք, սա որ դուք արեցիք,
արդյունքում ինչ խորհրդարան ենք ունենալու։ Իսկ մենք ուզում ենք ունենանք այո այլընտրանք։ Եվ պատահական չի, երբ որ ես նշում եմ, երբ որ ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, այս կլինի Ռուսաստանը գազը կփակի, այս կանի, այն կանի, 8 տարի Նիկոլ Փաշինյանն էր։ Գազը չի փակվի, դա չի պատճառը։ Կամ էլ թե չէ, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, պատերազմ կլինի։ Է պատերազմը քո օրոք ա եղել, այն էլ ասել է, որ դա պայմանավորված պատերազմ է։ Էդում ես ներկայացնում։ Այսինքն հոսա չի լինելու, դուք պատկերացեք մարդկանց ինչի են բաժանել։ Եթե ինքը եղավ, երկիրը կքանդվի, եթե ինքը չեղավ, երկիրը կքանդվի։ Սենց ընտրություն ալնում։ Դրա համար ասում ենք ժողովուրդ ջան, այս երկու բայղուշներին հանգիստ թողնենք, որն ասում է, եթե ես չլնեմ, պատերազմ կլինի, նա էլ ասում է, եթե ես չլնեմ, գազը կփակեն, օդը կփակեն, ջուրը կփակեն, այս կանեն, այն կանեն։ Եվ մենք ընտրենք այսպես, հեռացնենք այս երկուսին, մոտենանք Եվրոպային։ Եվ չասենք, որ եթե Նիկոլ Փաշինյանն եղավ, մեզ տանում է Թուրքիա, եթե ռուսական կողմը եղավ, տանում է Ռուսաստան։ Թուրքիա եւ Ռուսաստանի մեջ կա մենք ունենք այլընտրանք, դա Եվրամիությունն է։ Եվ այս ուժերի միջև ունենք այլընտրանք։ Ես օրինակ միացել եմ Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, որի ղեկավարն է Գուրգեն Սիմոնյանը, որն էլ մեր վարչապետի թեկնածուն է։ Ես էլ պատիվ եմ ունեցել, որ լեմ ցուցակի երկրորդ համարը, իդեպ դա համագումարով է ընտրվում եւ շատ շնորհակալ եմ, որ մարդիկ այդպես են գնահատել իմ մասնակցությունը եւ մենք հստակ ասում ենք, մեր երկրի ապագան սա է, ոչ Թուրքիան է, ոչ Ռուսաստանը, մեր երկրի ապագան սա է, ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ Սամվել Կարապետյանը։ Եվ դրա համար էլ ասում ենք եկեք, անենք, ու շատ դեպքերում, գիտեք, մարդիկ ասում են իսկ ինչու չեն համախմբվում լայն ֆորմատով համախմբվել։ Ասենք Եվրոպամետ ուժերու բան։ Նախ մենք օրինակ ծառայել ենք մեր համախմբվելով, որ ես միացել եմ, ասել եմ, նստել քննարկել ենք, որ տարբերակով գնանք, դաշինքով գնանք, թե կուսակցությամբ։ Ծանոթացել եմ իրավիճակին, հասկացել եմ, որ կարող են Գուրգեն Սիմոնյանի հետ միասին գնալ, ավելի արդյունավետ կլինի կուսակցությունը, թեպետ նոր կուսակցություն, բայց մարդկանց մոտ ոնց որ պակաս կար, կուզենար, որ այդ կուսակցությունը մասնակցեր եւ ոնց որ նայել է շատերին չվստահելով, հենց ընտրել են Գուրգեն Սիմոնյանը։ Ես էլ ասել եմ միասին գնանք։ Է մարդիկ են գալիս են, ասում են եկեք միանանք։ Բանակցում են, քննարկում են, ամբողջ քննարկման իմաստը ցուցակի մեջ տեղ ունենալն է, թե որ համարը պետք է լինեն։ Որից հետո այդ մարդիկ գնում են, բանակցում են ռուսամետ ուժերի հետ։ Պատկերացնում եք, հանկարծ մենք սխալվեինք ու համաձայնվեինք իրանց հետ միանալ։ Վաղը մի օր կկանգնեինք, ասեն, բա մենք այսպես ենք ուզում, բա որ դուք հա մենք ճիշտն ասած չունենք միլիարդներ, որ մենք կարողանանք մեզ միացողներին ասենք դուք որ եկել եք էս անեք։ Ես որ միացել եմ, իմացել եմ, չէ, որ Գուրգեն Սիմոնյանը Forbes-ի միլիարդատերների ցուցակի մեջ չի։ Ու նաև իմացել եմ, չէ, ով է միլիարդատերների ցուցակում։ Եթե մեզ պաշտոն պետք կլներ, կդիմեինք Նիկոլ Փաշինյանին։ Եթե փող պետք կլներ, կդիմեինք ռուսամետ ուժերին, ոչ մեկը փողի պակաս չունի։ Բայց մենք ասում ենք ոչ, մենք ուզում ենք մեր ծրագիրը առաջ տանենք եւ մեր հասարակության աջակցությամբ առաջ տանենք։ Սա իրանց ծրագիրն է։ Սա մեր ծրագիր, մերն է, բայց իրանց աջակցությամբ։ Իրանք են մեզ եւ ասում ենք սա մերն է, սա ձերն է, սա ձեր երեխաների ապագայի ծրագիրն է։ Մասնակից եղեք սրան։ Ես երբ որ հանդիպել եմ նաեւ Գուրգեն Սիմոնյանին, ասել եմ, ես 100%-ով համոզված եմ, որ այս կառույցի հետևում չկա որևէ օլիգարխ, չկա որևէ կառույց, որևէ մեկը, որ հանկարծ չպարզվի, որ մենք ուրիշի ծրագիրն ենք անում։ Բայց դեպքում իմաստը որն է, ես ինչի եմ գնում խորհրդան, որ ինչ անեմ, գնամ ուրիշի ծրագիրը սպասարկեմ, մենք ազատ ենք այդ թեմայից, որ գնանք ու հանգիստ ասենք ժողովուրդ ջան, ոչ նրան ենք միանալու, ոչ նրան։ Կգնանք մենք ինչքան ձայն կստանանք, այդ չափով էլ տեր կկանգնենք այդ ծրագրերին։ Ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Ես այնուամենայնիվ ինչքան է դժվարություններ իմ կյանքում տեսել եմ, քիչ չեմ ապրել այս երկրում ու այս կյանքում, շատ բաներ եմ տեսել, բայց եթե լավատես չլինես, դուք պատկերացեք առավոտից երեկո մեզ ասեն, այս ժողովուրդը ծախված է, այս ժողովուրդը սենց է, այս ժողովուրդը անգրագետ է, ինչ են ուզում դրանով, որ ինչ լինի։ Ես մտածում եմ, որ դա մեր ժողովուրդն է, ես էլ իրանցից մեկն եմ։ Ժողովրդին անուն դնելով ես բարձանում եմ, ընդհակառակը փորձենք իրար հետ մտածել, ինչ անենք, որ ավելի լավ ընտրություն ունենանք։ Եթե այսօր երիտասարդությունը ինչ որտեղ ապա քաղաքական է, ամեն մեկը ինչ որ
բաներով հետաքրքրություններով ինքը ուրիշ ձևով, բայց այդ երիտասարդի փոխարեն գնում են շատ ակտիվ մարդիկ, մեկը փողի համար, մեկը պաշտոնի գայթակղության համար գնում քվեարկումը, ու այդ երիտասարդի փոխարեն որոշում է իր երկրի ապագան ու իր երկրի ճակատագիրը։ Այդ երիտասարդը ասում է լավ, ես ընտրության հավեսը չունեմ, բնագրից կարդում է անգլերեն, աշխարհի ինֆորմացիաները ստանում է, որպես զբոսաշրջիկ գնում է եվրոպական երկրները շրջում, տեսնում է այդ ամեն ինչը, այդ բարեկեցությունը, այդ ժողովրդավարությունը, այդ ամեն ինչը, բայց իր փոխարեն քվեարկում են Հայաստանը մտնում է Ռուսաստանի տակ ավելի խորը։ Բա մենք աշխատանք ունենք, բայց ինչի են պարբերաբար դիմում նաև ավակ սերնդին։ Եթե դուք հետաքրքրված եք, ակտիվ եք, ձեր տներում օգնեք այդ երիտասարդներին։ Եթե դուք այդ երիտասարդի ապագայի համար Նիկոլ Փաշինյան եք ընտրում կամ Պուտին, այդ երեխան ձեզ չի ներելու։ Գոնե խոսեք, ասեք, բալիկ ջան, երեխա ջան, սա դու ինչ ես Պուտին ու Փաշինյան եք կտակում այդ երեխային դրա ապագայի համար։ Այդ ձևով եք պատկերացնում երկրի զարգացումը։ Այն մեր սերունդը պայքարել է, որ խորհրդային միության ճիրաններից դուրս գանք։ Հա խորհրդային միությունը փլուզվել է, չասենք մեր պայքարի արդյունքում դա եղավ, բայց մենք չենք հաշտվել, չէ՞։ Գետի պես փողոց են լցվել ընդդեմ խորհրդային միության։ Բայց սերունդն է եղել, որ տեսել է ինչա խորհրդային միությունը եւ մտածել է, որ հաջորդ սերունդը մերպես չլինի, մերպես չապրի, բայց մենք ենք այսօր կռիվ տալի, որ այս սերունդը չմնա Ռուսաստանի փլատակների տակ։ Անգերտ զրույցեր, պարոն Անտինյան, շնորհակալ եմ։ Մեր Ես եմ շնորհակալ։ Խնդրեմ, մեր ագնտիրներն հիշեցնեմ, որ անգերտ զրույցը այսօր քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ էր, բավական տարողունակ եւ սկսած մեր դարաձաշրջանի պատերազմը մինչեւ ներքին քաղաքական իրավիճակ։ Նաեւ օրտորս ցեզի հարկելի ագնտիրներ հետևիլ մեր տեսանյութերուն, լայք մսեղմել, մեկնաբանություն մտողել, տարածել այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի մցես։